ստեղ գալուց չեմ խուսափել եւ որևէ տեղ ձեր հետ շփվելուց հիմա համեցեք։ Դա հաստատ է, պարոն Հարությունյան, դուք Մարտահրավերությունների եք հնարավոր պատրաստում։ Դրա համար նախընտրական շտաբի պետք է նշանակի։ Ինչու հենց ձեր թեկնածության Լավ, հիմա պատասխանեմ։ Նախ ժամանակին էլ երևի սեպտեմբեր կամ օգոստոս մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետք է գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամն է իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը եւ այդ որոշումը պայմանավորված է դրանով, որ եւ առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո, ասենք օրինակ, առաջիկա ընտրությունը երբ է լինել, հունիսի 7, 8, 10, հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ եւ նախապատրաստվել բայց որոշում չկա։ Կարող է առաջանալ բացառվել։ Հարգելի գործընկերներ, կարող է, չգիտեմ, այնպիսի մի հատ աշխարհացունց իրավիճակ լինի, որ դրանից ապահովագրված չի որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսի կայանալի հերթական։ Բոլոր մրցակիցներին հետևելով իրադարձություններին բոլորին կալանավորում եք, ըստ էության։ Ինչի է պետք շտաբում է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները արդեն միջև ընտրությունները հաստատ բանտում կլինեն։ Ես կարծում եմ ձեր հեգնանքը տեղին չէ եւ ձեր սարկազմը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Խոսքի համար իշխանության ներկայացուցիչ կալանավորվել է այս ընթացքում։ Ընդդիմության ներկայացուցիչներ խոսքի համար կալանավորվել են։ Իշխանության ներկայացուցիչը գրառման համար, հայտարարության համար։ Մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, էլի ես լինելով գործադիրի ներկայացուցիչ որակումներ չեմ տալու եւ դատական համակարգը կտա պատասխանները արդյոք այդ ամենը իրավաչափ թե ներողություն, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Երկու օր առաջ, եթե չեմ սխալվում, հենց բյուջեի քննարկմանը զեկույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն կապ կա, քննարկումներ անդադար։ Ես կխնդրեի մանրամասնել պարոն Հարությունյան, կոնկրետ ինչ օրակարգով են այս փուլում ադրբեջանական կողմի հետ այդ ինտենսիվ շփումները։ Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են եւ ես չգիտեմ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել այդ զեկույցի ժամանակ վարչապետի ընդհանուր դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, ասենք օրինակ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, գնեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը օրակարգները, երբ որ արդյունքները լինում է, մենք դրա մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ այն
տեմպը, որ կա Հայաստան, Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վաղ օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Պարոն Հարությունյան, հիմա քննարկումներ կան խաղաղության պայմանագրի։ Արդյոք այդ ցավոտ հարցերը քննարկում են, օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Արևմտյան Ադրբեջանի թեման, դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Եվ մենք ենք մեր կարծիքը ասել, եւ իրանք են իրենց կարծիքը ասել, կան ստորագրված փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչի է անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում այդ բանը։ Okay, մենք չենք ստեղծում։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ կան քննարկումներ այս պահին, պարոն Հարությունյան, նախաստորագրվեց, բայց ստորագրման մասին կարծես թե դադար է այս պահին, եթե այդպես չէ, կասեք ինչ քննարկում։ Շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Կա հեռանկար ստորագրում։ Ղեկավարների միջև ուղիղ շփում կա թե ոչ։ Պետությունների ղեկավարների միջև այն ժամանակ, երբ որ շփում լինում է, դուք դրա մասին իմանում եք պարտադիր։ Իսկ պարոն Հարությունյան, դուք կիսում եք տալիս այդ բերանը փակելու եկեղեցուցանելով կապված, ասում եք, դա իրավական տիրույթը մենք թողի ամեն մեկը շտաբի իր գործով չենք խառնում, բայց կոնկրետ 3 Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստին եվրապատգամավորներից մեկը Նաշտեսանցը ձեզ ամոթանք տվեց, որ 20-40 ոստիկան եք ուղարկում մարդկանց խոսքի համար բանտ եք նետում ու հիշեցրեց, որ դուք տենց ուզում եք ԵՄ անդամ դառնալ ու ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։ Երբ որ իսպանացի падգամավորը գալիս է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը եւ մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախնել մեր կողմից անարդարացի քննադատությունից, լսել դա եւ ընդունել գիտություն։ Յուրաքանչյուր արգելից դա իսպանացի падգամավորը զգուշացնում է, okay։ Գնահատականներ են հնչում, բավականին ընդդիմադիր դասանց խոսք եք եղել, ազատ արտահայտվել եք, բայց որևէ մի ՀՀԿ-ականի երեխա, օրինակ, ձեր ընդդիմադիր դասախոսությունները չնկարեց տալ ռեկտորին, որ ռեկտորներ օրինակ պարոն Հարությունյանին որոշում կայացներ արտահայտից հեռացնել։ Ինչու է այսպեսի կատաղի պայքար մղում ազատ խոսքի։ Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել կամ որակումներ չեն լսել, իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են։ Եվ ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ես չգիտեմ ինչ Նարեկ ջան, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Հարցը տրվեց ինձ հետ կապված, ես պատասխանեցի։ Ներողություն։ Եվ միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են եւ հետևել են այն քաղաքական ուղուն, որին ես եմ հետևում։ Դիցուկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ ուրեմն լիազորությունները որպես դասախոսի եւ պարտականությունները եւ նման գործունեություն են ծավալել, բայց ես ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Երևանի պետական համալսարանի ռեկտորը ապրիլի 22-ին 2018 թվականի որոշում է կայացրել ինձ հեռացնելու, բայց ապրիլի 23-ին հեղափոխության օրերն էր, ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչև էդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում, ես փաստերի մասին եմ խոսում, եւ հնարավոր սահմանափակման դեպքում ես ասում եմ, ես ունեմ տեղեկություններ, ես չեմ ասում այդ մարդը այդպիսի բան է արել,
Հարգելի գործընկերներ, եկեք մեկ Պոստֆակտում հայտարարություններ եք անում, ուզում եք արդարացնել այսօրվա հիմա ես ուրիշ բաների մասին եմ ասում, նաև որ եղել են մինչև այդ սահմանափակման փորձեր, բայց այդ մարդիկ, այդ թվում նաև Արամ Սիմոնյանը հասկացել են, որ դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա Երևանի պետական համալսարանի համար, քան իմ սահմանափակումը։ Պարոն Հարությունյան, այդ շարունակությունների կներեք։ Տեսեք, պետհամալսարանը պատճառաբանել է, որ դասախոսը ազատվել է աշխատանքից իր պահվածքի համար եւ արդեն բացահայտվել դասախոսը։ Ես քանի որ թեմային ծանոթ չեմ։ Եվ քանի որ շատ հաճախ լրագրողները հարց տալուց իրականությունը խեղաթյուրում են եւ փաստը չեն ներկայացնում այնպիսին, ինչպիսին կա, ես զերծ կմնամ մինչև թեմայի ուսումնասիրությունը այդ հարցին պատասխանեմ։ Ես պարզապես այդ օրինակով Ես պատասխանեցի։ Պարոն Հարությունյան, վարչապետը հայտարարում է հետևորդ եք։ Այո։ Հնդվել եք եկեղեցում 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Պարոն Հարությունյան, հենց ծնվել եմ, բայց բանը եկեղեցու հետ կապված այս աշխարհը ես տեսնում եմ, որ դուք շատ գրառումներում անդրադարձել եք կաթողիկոսին իր քաղաքացիական անազգանունով եք դիմել։ Ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։ Եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցին։ Այո, գտնում եմ։ Ներողություն, պարոն Հարությունյան, ձեզ նկատել է հենց այդ, ինչպես դուք եք նշում, Կտրիչ Ներսիսյանի կողմից օծված հոգևոր։ Չէ, 91 թվին ինքը չէ։ Այն ժամանակ Վազգեն առաջինն Ինչո՞վ է հարվածում պարոն Հարությունյանը, ինչո՞վ է հարվածել մինչև այսօր, ինչ է եղել։ Ինչո՞վ է հարվածել։ Այդ խնդիրը նոր է առակ, դուք եք բարձրաձայնում եւ ասում եք, որ հարվածում է հայ առաքելական եկեղեցին, ինչո՞վ է հարվածում։ Հիմա այս խոսակցությունը զրոյից ենք բացում։ Ասենք, եկեք կոնտեքստներից կտրված Զրոն, բայց ո՞րն էր, պարոն Հարությունյան։ Զրոն, երբ որ սկսեց խոսակցությունը նրա ոչ կուսակրոն լինելու մասին։ Դուք գրառում եք արել, որ 2020 Երբ իմացաք, որ կուսակրոն կաթողիկոսի հետ ինչ եք քննարկել, արդյոք այդ ժամանակ ձեզ հայտնի էր այս ամեն ինչ այսօր դուք գիտեք եւ խոսել եք այդ մասին։ Անկեղծ ասած 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետեւ շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է։ Իրենք ասում են, չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն։ Եվ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում են, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները։ Եվ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց, այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր։ Այդ օգնականը բերեց թուղթը, ասում է, գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ, այսինքն մեջքին նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ
Գարանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ։ Հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգևորականներին կերակրում էր։ Էս է եղել ինձ։ Բայց ինչու է ժամանակ չէիք բարձրաձայնում կեղծիքների մասին, պարոն Հարությունյան։ Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը, գուցե հիմա ակտիվ էլա, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց էր եկեղեցու դեմ պայքարում արդեն ըստ էության փորձագետների անցել է անձնական դաշտ մտնելու, մարդկանց տեսանկարահամ, չգիտեմ, անելու, ԿՊ-ում մտահոգություն չունեն, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱՑ-ն եւ այլն կոնկրետ իրեն են ենթարկում, որ նույն ԿՊԱ-կաների վերաբերյալ էլ բազմաթիվ նույն աբովանդակ կոմպրոմատներ կարող են ունենալ եւ մամուլում պարբերաբար գրվել է այդ մասին։ Այդպիսի մտահոգություն չունեք, որ մի օր էլ ինչպես գործընկերս քիչ առաջ Արքսիմեն էր ասում, որ բաղնիքում, օրինակ ձեր կամ որևէ այլ ԿՊԱ-կանի բաղնիքում կարող են տեսախցիկ դնել։ Հարգելի գործընկերներ, չգիտեմ այդ ինչ համոզմունքով եք բոլորդ պնդում, որ դա չեք հարցնում, դուք պնդում եք։ Եվ երբեմն ձեզ հետ խոսել չցանկանալու այդ ցանկությունը առաջանում է նրանից, որ ոչ թե դուք գալիս եք հարցեր տալու, այլ ձեր պնդումները անելու եւ վերնագրեր գրելու համար։ Այ երբեմն թեպետ ես երբեք բան չեմ արել, չեմ հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից, բայց երբեմն տհաճություն եմ զգում այդ, երբ որ լրագրողը գալիս է կներեք 1000 անգամ այս բառի համար, չանա տալու եւ ոչ թե հարց տալու եւ հարցը լսելու։ Եվ հիմա ես հիմա ոչ մտահոգություն չունեմ, որովհետեւ ոչ չունեմ, դե լսեք հարցը տվել եք, հարցի պատասխանը լսեք։ Ոչ չունեմ, որովհետեւ իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի։ Եվ ես այդ օրինակը բերեցի, որ նույնիսկ մեր իշխանության ժամանակ գաղտնալսվել են եւ հրապարակվել են մեր պաշտոնյաների վերաբերյալ ուրեմն նյութեր։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, այս հարցին էլ չեմ անդրադառնալու։ Հարությունյան, թե ձեզ համար ընդունելի չէ այդ գործելակերպը, եւ Ես ասացի, ես իմ բոլոր դիտարկումները ներկայացրել եմ Նորմինասյանին։ հոգևորականների անձնական կյանքն է դրել փաստարկ իրենց հրաժարվելու համար։ Ես չգիտեմ իմ տեղակալի հետ կապված ինչ լրատվամիջոցներ կան։ Պարոն Հարությունյան, վարչապետը անկախության հռչակագրի հետ կապված գնահատական է հնչեցրել, որ անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան պետություն չի կարող լինել։ Կիսում եք այս գնահատականը, նաև անկախության հռչակագրի իր ուղերձներում կա այս մեկնաբանությունը։ Այո, կիսում եմ։ Եվ կասեք հռչակագրի կոնկրետ որ դրույթներում է դա արտացոլվում, պարոն Հարությունյան։ Դե հարցին էլ չեք պատասխանում, ասում եք հարցերին պատասխանում եմ, բայց հարցերին էլ չեք պատասխանում։ Դե Հովանավանքի շարունակական պատարակների հնարավոր է հիմք հանդիսանա, որպեսզի Գտիչ Ներսիսյանը վերանից հեռանա։ Հովանավանքի պատարակները այդ գործընթացի մի մաս են կազմում։ Ինչպես անկախության հռչակագրի որ դրույթներն են Հայաստանի չպետության կամ չգոյության մասին, կասեք պարոն Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ։ Որն է խնդիրը, պարոն Հարությունյան։ Կասեք որն է խնդիրը, պարոն Հարությունյան։ այս ոտով խոսալու պրակտիկային վերջ տվեք։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ իր էջում դրել էր, որ ամենայն հայց կաթողիկոսը պետք է հեռանա։ Մենք գիտենք, որ իշխանությունը իրավունք չունի սահմանադրությամբ հեռացնելու։ Այսինքն, ինչ ճանապարհ եք ընտրել ճնշումների միջոցով։
Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին եւ ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա։ Այստեղից բխող բոլոր արդյունքներով։ Բայց պապածականներ ինչու էին հովանավանքում Ցանկացած մասսայական միջոցառման ընթացքում, որին մասնակցում է հանրությունը, ոստիկանությունն է անվտանգությունն ապահովում, որին մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյա, որը պետական հսկողության տակ է գտնվում, համապատասխան կառույցների կողմից իրենք են դա իրականացնում։ Պատասխանատու Նիկոլ Փաշինյանը որ ինտեղ է գնում, ես մի հարցերում Նիկոլ Փաշինյանը ինտեղ է գնում, տեսնում որ 200 մետր է մեկ ոստիկանություն է կանգնած եւ տպավորություն է, որ եթե 5 կիլոմետր է խաչմերուկը չլինի, արհեստական խաչմերուկ կստեղծեն, որ այդ ոստիկանները իրավապահներն ու անպատասխան հարցս վերջացնում, ինչու է այդքան շատ ճանապարհներին ոստիկանություն կանգնում եւ արդյոք կառավարության վարչապետի ենթակայության գործող ՊՊՑ-ն Հովանավանքի մայրաթորի կողմից կարգալույց հրճակված հոգեվորականի անվտանգությունն ապահովում է, թե չէ նրան ՊՊՑ ծառայողներ հսկում են, թե ոչ։ Առաջի հարցի հետ կապված թե որտեղ ինչքան ոստիկանություն կկանգնի եւ որ հատվածներում կլինի, դա գնահատում են համապատասխան մարմինները ելնելով այն ինֆորմացիայից, որ ունեն տվյալ հատվածում, երկրորդի հետ կապված ես նման ինֆորմացիա չունեմ։ Պարոն Հարությունյան, ձեր եղբորը համարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջի Միքայել Մինասյանը, բացատրեմ ինչ ասում, ձեր քննադատն ասում, որովհետև գովազդները կենտրոնացրել է իր ձեռքը, ինչպես օրինակ Միքայել Մինասյանը Հանրապետական կուսակցության շատ հանգիստ ամբողջ քաղաքը գովազդների մեջ է, ամբողջ գովազդների կուրացիան ինքն է իրականացնում, այսպես է հրապարակները։ Ու ասում են, քննադատում են, ասում են ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանության պայքարը ոչ թե երևույթի դեմ էր, այլ անձերի դեմ էր։ Ուզում եմ ձեր գնահատականը։ Սուտ եւ իրականության չհամապատասխանող փաստ է, որովհետեւ լուր է եւ մեկնաբանություն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ։ Գովազդների հետ կապ չունի։ Այսինքն, եթե ձեր եղբայրը զբաղվեր անասնաբուծությամբ, կարող էին ասեն, որ որևէ ոլորտ կենտրոնացված չի, ինչի մասն եք, դուք ուսումնասիրել եք, ինքը որտեղ է աշխատում, ներողություն, դուք ուսումնասիրել եք ինքը որտեղ է աշխատում եւ եկել եք այդ եզրակացության։ Բոլորը այդ մասին են ասում, ոլորտը ինքն է։ Իմ եղբայրը զբաղվում է գովազդով, բայց եթե ձեր եղբայրը զբաղվեր անասնաբուծությամբ, ես կարող եի ասեի, որ բոլորը ասում են, որ անասնաբուծության մագնատ է ձեր եղբայրը։ Գովազդային ոլորտի պատասխանատուները ասում են ամբողջը Շատ բան են ասում։ Պարոն Հարությունյան, վարչապետը կուսակցական համաժողովին չգիտեմ, հարգելի գործընկերներ, որովհետև ես ոչ մի եղբորս, ոչ մյուս եղբորս աշխատանք տնային կոմբինատուն աշխատանք են կուսակցության համաժողովի ընթացքում պարոն Հարությունյան, դա չի համապատասխանում իրականությանը։ Հայտարարվեց, որ 26 թվականի Հարգելի ընտրություններից հետո գործընկերներ, իմ ընտանիքի հետ կապված որևէ լուր ասեկոսներ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև իմ ընտանիքը այնպիսին, ինչպիսին եղել է 2018-ին, շարունակում է այդպիսին մնալ։ Հայտարարվեց, որ 26 թվականի Եվ ես չեմ եկել ձեր բամբասանքները մեկնաբանել։ խորհրդարանական ընտրությունները Ես շարունակում եմ մետրով գնալ, ամբողջ օրը զբոսնել, դա ձեր խնդիրն է։ Իմիջիալոց ձեր որ լրատվամիջոցն եք, ասեք։ Ինչի՞։ Ուզում եմ իմանալ։ Հրապարակ։ Հա։ Պարզ է։ Դա սկզբից ներկայանեք, որ հրապարակն եք էլի։ հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրողների քվեն ստանալուց հետո նաև կձեռնարկվի նոր սահմանադրության ընդունման համար հանրաքվե։ Կա ընդհանուր մոտեցում, պատկերացում, թե մոտավորապես երբ սահմանադրությունը կդրվի հանրաքվեի։ Չէ, չկա նման դատաների վերաբերյալ, ժամկետների վերաբերյալ քննարկում չկա։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։